Բարի օր սիրելի երոստատիտող, այսօր պատրաստելու ենք Հալեբի մարտադելլա։ Հալեբի մարտադելլան շատ հատուկ եւ շատ մեծ համբավ ունի, որովհետեւ ինքը շատ համով է եւ աշխարհում ամեն ռեստորաններում կամ ամեն ճաշարաններում միշտ գա եւ ծախվում է եւ ինքը շատ հայտնի է։ Իր յուրահատկությունը մի քիչ տենց թթվաշոտ, մի քիչ սենց գծվոտ եւ մի քիչ պիստակներով լեցուն մարտադելլա է։ Ինքը մի քիչ նման է կավարի կուֆտային կամ էջմիածնի կուֆտային, քանի որ ինքը սենց մի քիչ այսպես պատրաստում ենք իրեն, հետո սկզբում մի քիչ տապակում ենք ու հետո խաշում ենք։ Հալեբի մարտադելլայի համար մեզ պետք է 5 կիլո կուֆտայի միս, 5 բաժակ պիստակ, 1 բաժակ բաքսիմատ կամ հացի փոշի, 2 հատ հավգիտ, մի հատը օգտագործելու ենք մարտադելլայի մեջ, իսկ մի հատի միան ջերմագուցը, 5-ից 6 բջեղ սխտոր, ցիտապտղից հետ եւ տնական յուղ մարտադելլաները տապակելու համար, մի ճաշի կտալ բղբեղի մածուկ, մի ճաշի կտալ լոլիկի մածուկ, 5 բաժակ կաթաղ, սև բղբեղ, դարչինի փայդիկ եւ տապնու դերև, քիմիոն եւ 7 բահար, աղ, սև բղբեղ եւ կարմիր բղբեղ։ Իսկ ոնց ենք սկսում։ Սկզբում բերում ենք այսպիսի խորապս է։ Սկսում ենք չորերից, այսինքն չորերից ասելով բաքսիմատ կա այստեղ։ Ես այս հալեբի մարտադելլայի համար 5 կիլո կուֆտայի միսին օգտագործում եմ 5 բաժակ բաքսիմատ։ Իսկ եթե բաքսիմատ, ապա մանրանիկ։ Օգտագործում ենք մանրանիկի բաքսիմատը եւ բոլոր համեմունքները մանրանիկից։ Ավելացրեցի բաքսիմատը։ Ավելացնում ենք քիմոնը։ Ավելացնում եմ քիմոն, 7 բահար։ Ավելացնում եմ կարմիր բղբեղ։ Եթե էսի քաղցրն է, ապա շատ։ Գծուից քիչ, որովհետև մարտադելլան երեխաները շատ սիրում են, իսկ մենք չենք կարող զրկենք իրենց։ Այս չորերը խառնում եմ։ Մնաց սև բղբեղը։ Եվ աղ։ Համեմունքները գրեթե ավելացրեցինք։ Հիմա պետք է մի հատ խառնենք։ Ու ավելացնենք կուֆտայի միսը։ Հիմա պետք է խառնենք։ Ավելացնում եմ հավգիթը, սխտորը, սկսում եմ խառնել։ Լավ խառնում ենք, որպեսզի այս համեմունքները եւ բաքսիմատը լավ խառնվին մեր կուֆտայի միսին հետ։ Իսկ պիստակը արդեն ավելացնում ենք վերջում, որովհետև պետք է այդ ամեն ինչը լավ խառնենք։ Իսկ մնացած համեմունքները արդեն պետք է ավելացնել ուր ջուրի մեջ։ Իսկ հիմա ավելացնելու ենք պիստակը։ Պիստակը ես մեջն եմ դնում ու խառնում։ Արդեն մեր կուֆտայի միսը պատրաստ է, տեսակ ինչքան հեշտ է պատրաստվում։ Մեր կուֆտայի միսը արդեն պատրաստ է, տեսակ ինչքան լավն է։ Իսկ հիմա ինչ ենք անում, այստեղ ունենք հավգիտ, ջերմուկուցը առանձնացնելու ենք։ Իսկ ինչի, որովհետև մարտադելլա անելուց հետո պետք է իրեն պատենք սպիտակ կամ սպիտակուցով կամ ջերմուկուցով հավգիթի, որպեսզի ինքը սահուն լինի։ Հիմա այս բաժինը մոտավոր 3 մարտադելլա գել է, այսինքն 3 հատ տենց բարակ։ Կարող եք, եթե ուզեք, 2 հատ գել է, մի քիչ ավելի հաստ, նայած ձեր նախընտրանքին։ Հիմա ես վերցնում եմ մի հատ սենց, այսինքն ընդհանրապես էսի 3 մասի եմ բաժնում։
Մի քիչ ցերկը սարեցի հավգիթից, որովհետեւ սկսեմ պատատել։ Մի քիչ էլ էս ցերկը սարեցի։ Ու սկսում եմ այսպես անել։ Արդեն ինքը դες չի պակում։ Այս գաղտնիքը կարող եք իմանալ որևէ մեկ ուրիշ մարտադելայի կամ կուֆտեների պատրաստել կամ օգտագործել։ Մի քիչ արած ժամանակից տենց վերև եւ ներքևը հավասարցնում ենք ու ինքը դառնում է այսպիսի մի հավաքածու։ Տեսեք, ինչ են անուշիկ է։ Ու արդեն ավելացնում ենք ստեղ, մի քիչ էլ թնելուց հետո ենք անում, ինքը պետքա լինի գլոր։ Վերցնում ենք, մի քիչ էլ ենք մեր ցերքում անել հավգիթի ջուր ու վերցնում ենք մույսը, մի քիչ էլ ստեղից։ Ու արդեն հաջորդը։ Այսպիսով ես ձեզ պատմում եմ Հալեբի մարտադելան ոնց է, իսկ ես գիտեք որ Սիրիայից եմ, այսինքն Հալեբից եմ ավելի ճիշտը, բայց Հալեբի մարտադելան շատ ծանոթ ուտեստ է Հալեբից դուրս եկած, բայց ամեն արաբական աշխարհում ու աշխարհում ինքը շատ ծանոթ ու սիրված։ Իդեպ որ պատրաստենք մեր ընտանիքի հետ մեր վայելած ժամանակ կարող ենք սեղանում ունենալ հյութի տեսակներ, օրինակ մազայից, ջրի տեսակներ, օրինակ սիլից, իսկ քինին այո, քինին իմացակ քարե քինին։ Կարող եք այս ամեն ինչը տնել ու ձեր մարտադելաները վայելել։ Մի քիչ մարդոց համար կարող է դժվար լինի, քանի որ մարտադելա պատրաստելը մի քիչ երկար է։ Դժվար չէ, բայց երկար է, սկզբում պետք է անենք, հետո իրան տապակենք, հետո խաշենք եւ այլն։ Եթե սիրտ չունիք, կարող եք պատվիրել շաղեգից։ Ահա։ Այս էլ երրորդը։ Տեսակ մեր անուշիկ մարտադելաները։ Իսկ հիմա արդեն պետք է տապակենք։ Գնամ ես սավայը ոճարվեմ ու վերադառնամ։ Դե ինձ սիրելիներս արդեն կարող ենք տապակել, բայց ասեմ որ ընդհանրապես տանը երբ որ պատրաստենք, ես մի կես ժամից 1 ժամ թողում եմ սալարանում, մի քիչ տենց բռնում իրար ու հետո տապակում եմ։ Հիմա ավելացում եմ ցեթը ու մի քիչ էլ յուղ։ Անպայման տնական։ Մի քիչ էլ կարող ենք ավելացնել։ Հիմա արդեն կարող ենք ավելացնել մեր մարտադելաները։ Մեր մարտադելաները արդեն տապակվում են, կարող ենք սկսել ջուրը պատրաստել։ Ստեղ ունենք բրբերի մածուկ, լոլիկի մածուկ, կացախ, մարանիքից օգտագործելու ենք սև բաբեղ, հադիկավոր և թափնուդերև և դարչինի փայտիկ։ Ավելացնում եմ դարչինի փայտիկը, ավելացնում եմ մի քանի հատ թափնուդերև, ավելացնելու եմ սև բաբեղ, հադիկավոր, հիմա ավելացնելու եմ բրբերի մածուկը, լոլիկի մածուկը և կացախը։ Մի քիչ խառնում եմ և ստանում ենք կարմիր ջուր, համով կարմիր ջուր, կացախով լեցուն, համեմունքներով լեցուն, այլ պատկերացրեք ինչքան համով է լինելու մեր մարտադելաները։ Հիմա ասում ենք, որ մարտադելաների մեկ կողմը արդեն պատրաստ է, կարող ենք դարձնել։ Հələ նայեցեք։ Okay։ Մեր ջուրին մոռացանք ավելացրել աղը։
աղնել ենք ավելացնում ու վուալա, այսինքն պատրաստ ենք։ Մի քանի րոպե էլ թողում ենք այս մարտադելաները այս կողմից եփի, դենց ենք անում, որ 4 բոլոր կողմերը կարմրում են։ Իսկ հիմա արդեն մեր մարտադելաները տեսնում եք ոնց անուշիկ պատրաստ են, կարող ենք արդեն ավելացնել մեր ջրի մեջ, որը պատրաստ է։ Այ ինչ լավ կարմրել է։ Իսկ էսի ամենակարևոր մասն է, որ ավելացնենք ջրի վրա։ Ուպ։ Միատնայք։ Խառնում եմ ու արդեն թողում ենք եփի։ Դե ինձ սիրելիներս, արդեն տապակել ենք համով հոտով եւ ավելացրել ենք մեր համով հոտով ջուրի մեջ, թողնելու ենք 1-ից 1.5 ժամ, որպեսզի եփի։ Իսկ հիմա պետք է մաքրենք սավայով, մի քիչ քինի խմենք, մի քիչ սուետնելայից համովություններ, կաղցրներ ուտենք, սուրճ խմենք եւ վերադառնանք, տեսնենք մեր մարտադելաները ինչ վիճակի են։ Հիմա արդեն մադուսելու բահն է, մի քանի սլայս կամ շերտ լոլիկ եմ տնելու, ես ոնց եմ սիրում ուտել, մարտադելան փաթաթում եմ հացի մեջ, մի քիչ լոլիկ եմ տնում, մի քիչ էլ թթու վարունգ եմ տնում, ուտում եմ։ Գամ մեկ-մեկ մուհամարա ենք ուտում հետը, դե մուհամարայի պաղաթատոմսը գիտեք, եթե բաց եք թողել, կարող եք YouTube-յան ալիքում գրել համիկախնիկ շաղեգի հետ մուհամարա ու կգտնեք, այս երկուսը իրար հետ շատ համով ա լինում։ Հիմա այսպես լոլիկները դնում եմ։ Եվ ամենահետաքրքիր բանը, որպեսզի տեսնեք մարտադելան ինչ է անում։ Ասեմ ձեզ, հիմա մենք մի քանի րոպե թողեցինք, որ բաղի, ինքը եթե ուզում եք, որպեսզի ինքը չի փլի կամ չի փլվի, պետքա հանելուց հետո ջրից ինչ որ 1 ժամ կոնե սառնարանում թողեք, որ ինքն իրեն քա, ինքն իրեն փռնե, որպեսզի կտրելուց չփշրվի։ Նայեք։ Այսպիսի շերտեր ենք ունենում։ Ուզում եմ այսպես տեսնեք, որ մնացածը շարունակեմ։ Տեսնեք ինքը ինչի է նման։ Տեսակ ինչքան լավն է։ Այսպիսի կուֆտեներ կամ մարտադելաներ ենք ունենում։ Իրականում մի անգամ որ ուտեք այս մարտադելան, էլ կյանքում չեք մոռանա համը ու միշտ ուզելու եք որ պատրաստեք։ Մենք ստեղ կարող ենք արդեն պատրաստել մատուցելու։ Պիստակը անհրաժեշտ է, անպայման պետք է ավելացնենք եւ դեսկի համար եւ համային։ Չմոռանաք այսինքն մի խոսքով։ Դե ինձ սիրելիներս, այսօր մեր պաղաթատոմսը պատրաստ է, տեսակ ինչեր ենք օգտագործել, շատ հեշտ պաղաթիչներ են, կարող եք գտնել եւ պատրաստել եւ զուրկ չմնալ այսպիսի համովությունից։ Գիտեմ որ պետքա փորձարկենք իրար հետ, հիմա ուտում եմ։ Նայեք, պիստակները։ Ջուսի, հյութալի, համով, համեմունքները դեղը դեղին, ապրիս մանանիկ, պիստակը, հյութը, ինչ ասեմ, երևի սիլն էլ կապ ունի, կան որ մեր դրած ջուրը, որը եփել ենք կուֆտեները կամ մարտադելաները, սիլն էր, շատ համով, իդեալական, ամեն ինչի հետ կգնա, փաթոց ենք անում, այսինքն պատաթում ենք ուտում ենք, մի քիչ թթու վարունգ ենք տնում, լոլիկ ենք տնում ու խենդանալիք։ Շատ համով։ Անպայման պատրաստեք դուք էլ վայելեք այս համերը, կգրեք ինձ, եթե շատ եք հավանել եւ եթե գուզեք այսպիսի պաղաթատոմսեր միշտ պատրաստեմ։ Ձեզ բարի խոժակ, վաղը կհանդիպենք։